Հայաստան համայնքական հիմնադրամի միջոցներով Սյունիքում վերանորոգվում է Սպանդարենի ջրանցքը։ Ինչու է այս գործը կարևոր տեղական գյուղատնտեսության համար? Ես կզրուցեմ Հայաստան համայնքական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզի։ Պարոն Թերզյան, արդեն որքան տեղեկացված եմ, սկսվել է ջրանցքի վերանորոգումը համայնքական հիմնադրամի միջոցներով։ Ասացեք, խնդրեմ, ամենաառաջին այսպես, որքան է գնահատվում այս ծրագիրը, որքան գումար է ծախսվելու դրա համար, արդյոք բավարար են համայնքական հիմնադրամի միջոցները, թե ակնկալում եք նաև այլ դոնորների կամ տնտեսական այսպես սուբյեկտների մասնակցությունը։ Շնորհակալ եմ։ Ջրանցքը ինքը ամբողջությամբ 32 կիլոմետր է։ Ներկայիս գտնվում է շատ վատ վիճակի մեջ։ Այսինքն վերջին 3-4 տարիներ արդեն թատրած էր կորձել է։ Միայն իր առաջին վերի հատվածն էր կորձում ամբողջական հողամասերու համար։ Բայց մեծ կարևորություն կներկայացնի ոչ միայն Սյունիքի համար, Հայաստանի համար, որովհետև երբ ջրանցքը վերակառուցվի, կանգնվի, պիտի կարողանանք շատ ավելի մեծ տարածքներ ռոռոկել, քան նախկինում, երբ սկիզբը ջրանցքը կառուցված էր, այսինքն 40-ական թվականներում, 50-ական։ Ինչու, որովհետև այդ ժամանակ երկրորդական ցանց գոյություն չուներ։ Ջուրը հոսում էր հողային ագոսներու մեջից, այսինքն գար գորուստ, մեծ գորուստ ջուրի եւ մինչեւ իր վերջի չէր հասնում ջուրը։ Հիմա մեր նպատակը ոչ միայն վերականգնել է ամբողջությամբ ջրանցքը, այլ նաեւ երկրորդական ցանց հաստատել, ստեղծել, որբեսի ամենահեռավոր գետին կարողանանք ջուր հասցնել եւ առանց գորուստի կամ նվազագույն գորուստով։ Ուրեմն ամբողջական ծրագիրն է։ Ոչ միայն ամբողջական է իր տեխնիկական իմաստով, այլ նաեւ ամբողջական է իր տնտեսական իմաստով։ Այսինքն մենք ներկայիս ուսումնասիրություններ ենք կատարում, որբեսի քյուղացիներու հետ միասին, համայնքներու հետ միասին, հողադերերու հետ միասին որոշենք թե ինչ կարելի է մշակել այդ հողերու վրա, որբեսի լինի ամենաարդյունաբերը։ Չթողնենք այսպես։ Այսինքն գյուղատնտեսական կոմպոնենտ էլ կա այս ամեն ինչի մեջ։ Շատ կարևոր։ Չի բավեր քո ջուրը հասցնել, որ ինքնին արդեն գենսական է, չէ, բայց ավելի լավ գտնի, որ միասնապար որոշենք թե այդ ջուրով ինչ ենք անելու։ Ուրեմն ուսումնասիրության մեջ ենք ներկայիս այլ երկիրներու մեջ, Ֆրանսա, Ավստրիա, Շվեյցարիա, ուր 2000 մետր բարձրության վրա գյուղատնտեսություն գոյություն ունի, որտեղ մենք հոս Սյունիքի մեջ գտնվում ենք 2000 մետրի։ Սկիզբը 2200 մետր էր, մոտավորապես ջրանցքի ավարտին 2000 մետր բարձրության վրա ենք, 200 մետր վայրեջք։ Ուրեմն ուսումնասիրություններ ենք կատարում, որովհետեւ նայենք թե ամենաշահութաբեր, ամենահարմար գյուղատնտեսությունը որ մեկն է մշակելու համար։ Ավելին ասեմ, մտածում ենք նաև թե ինչպես կարող ենք գյուղացիներուն օգնել, որովհետեւ վերականգնեն այդ հողատարածքները, որովհետեւ իմանանք եւ որ չեք աշխատում, հողը գարձրանում է։ Այդ հողը քարիպես գարձր է տանում, չէ՞, պետք է լրիվ փոխել։ Ուրեմն տեխնիկա պետք է սրա համար։ Պետք են սերմեր, դնգիներ։ Այս ամբողջ ուսումնասիրության մեջ է ներկայիս, որբեսի մենք ներկայացնենք ոչ միայն ջուրի վերականգնումը, այլ ամբողջական մի ծրագիր, գյուղատնտեսական հետաքրքրական ծրագիր, նոր ծրագիր, որ արևելագույն շահը բերե գյուղացիին համար, շրջանին համար։ Ահա թե ինչ է մեր ակնկալությունը, այս ուղղությամբ ենք աշխատում։ Հիմա ներկայիս դվյալները որ ունենք, կարծում ենք որ մոտավորապես 8 միլիոն դոլարով կարող ենք ավարտել, բայց վերջնական ուսումնասիրությունները չեն կարած։ Դակավին կան գործեր, որոնց վրա աշխատում ենք ներկայիս։ Հետևաբար սա պետք է առնել որպես ժամանակավոր, ասենք, թիվ։ Առաջին մասի ֆինանսավորումը արդեն ապահովված է։ Գործերը սկսած ենք անցյալ օգոստոսի վերջավորության։ Պաշտոնական բացումը կատարվեցավ սեպտեմբերի 8-ին։ Բայց անշուշտ այս ժամանակամիջոցին մինչ գործերը առաջ գերտան, դեպի հիմա կանգնած են, որովհետև ծմեր է։ Գիտեք, Սյունիքի մեջ 2000 մետր բարձրության վրա, երբ խոսենք դարվա մասին,
դարին իրականության մեջ 5-6 ամիս է կարող ենք աշխատել։ Այո, որ եղանակային պայմանները թույլ են տալիս աշխատել։ Այո։ Ուրեմն մեզի համար դժբախտաբար դարին շատ կարճ է։ Այսուհանդերձ մենք հույս ունենք, որ 2 տարվա մեջ ամբողջը կավարտենք ծայրեծայր։ Այսինքն 2027-ին կավարտենք։ 27-ի վերջավորության մեր նպատակն է ամբողջությամբ ավարտած դնել գործերը։ Բայց մենք չսպասեցինք, որ ամբողջական ֆինանսավորումը ունենանք եւ 1-2 տարի եւս գործնենք եւ անգևերջ սկսենք գործերը։ Մեր մոդելությունը շատ պրագմատիկ է։ Ընդրեցինք Չիրանցկի այն մասը, որ ամենակիչ ծախսով ամենամեծ օգուտ կբերի։ Այսինքն մենք աշխատում ենք ոչ թե կիլոմետր 0-ից սկսած, այլ կիլոմետր 11-ից սկսած մոտավորապես 8 կիլոմետր դեպի վար։ Իրականության մեջ 8.5։ Այդ 8.5 կիլոմետրոնոց հատվածը արժի ընդհանուր ծրագրի միայն քառորդը, բայց թույլ կտա որոքել քրեթե հողամասերու գեսը։ Ուրեմն շատ հետաքրքրական էր եւ այդ պատճառով շատ պրագմատիկ որոշում արինք, սկսենք գործը առանց սպասելու, որովհետեւ քյուղացին ճուրը հասցնենք կարելի ադինչապ, արագ կարելի ադինչապ շուտ։ Ուրեմն եթե լավ ամեն ինչ լավ ընթանա 2026-ի վերջավորության ավարտած գլանք առաջին գեսը կիլոմետր 0-ից գրեթե մինչև կիլոմետր 19 եւ 2027-ին կավարտենք մյուս գեսը երկրորդական ցանցերով միադեղ։ Այս կորձի մեջ առանցին չենք, ուրեմն կորձը սկսավ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը։ Ինչու՞, որովհետեւ մենք որպես Ֆրանսիայի հայկական հիմնադրամ շատ կարևորություն ունենք գյուղատնտեսության եւ գործենք 2010-ից ի վեր նախ Տավուշի մեջ, հետո Սյունիքի մեջ եւ նաեւ Գեղարքունիքի մեջ։ Սյունիքի մեջ կորձ ունեցած ենք բոլոր քյուղերու մեջ առանց բացառության 127 քյուղ։ Եվրոպար ծանոթ ենք պայմաններուն, ծանոթ ենք ոչ միայն գարիկներուն, այլ գարելիություններուն։ Եղան է որ անդրադարձանք, թե այս չրած ինչքան կարևոր է։ Եվ այլ է որ որոշեցինք, դեպի ամբողջական գումարները չունեինք, որոշեցինք այդ հատվածով սկսել։ Մեզի միացան Ֆրանսիայի կառավարությունը, որ Բարենի համաշխարհային ծրագրի խողովակով $600,000 ներդրում կատարեց։ Մենք մեր գոմեն 1 միլիոնից մի քիչ ավելի ներդրում կատարեցինք եւ սկսանք այդ առաջին հատվածով։ Սակայն բավարար չէ, անշուշտ։ Մեզի միացան ուրիշ դեղական մարմիններ հիմնադրամի եւ նաեւ կարեւոր երկու խմբավորումներ, որոնց մասին գուզեմ խոսել։ Խնդրեմ։ Անցյալ 2 շաբթի, 3 շաբթի Երևանի մեջ հոս երկու հանդիպում տեղի ունեցավ նախագահի ներկայությամբ, գիտեք որ հանրապետության նախագահը հիմնադրամի հայկական հիմնադրամի նախագահն է։ Ուրեմն նախագահի հրավերով առաջին հանդիպման բանկերը ներկայ էին, Գետրոնական բանկի եւ բանկերու միության նախագահով, երկրորդ օրը 3 շաբթի կորզարար մարտիկ, արդյունաբերություն եւ այլն իրենց միության նախագահով։ Ուրեմն մենք ծրագիրը ներկայացուցինք իրենց այդ երկու օրվա ընթացքին, որովհետեւ կորզարար մարտիկ են եւ շուտով գնգալեն հասկանան թե ինչքան կարեւոր կորձ է սա։ Սա զուտ մարտասիրական չէ, դեպետ մարտասիրական է, որովհետեւ քյուղացին օգտակար պիտի լինի, բայց շահութապեր կորձ է։ Միայն բարեգործություն չէ սա։ Միայն բարեգործություն չէ, ներդրում է եւ շատ թրական ագաստեցություններ ունեցանք իրենց կողմը, հետաքրքրությունը շատ մեծ է եւ հույսով եմ որ այս քալիկ շաբաթներու ընթացքին իրենց կողմը եւս պիտի մասնակցություն ապահովենք այս ծրագրի համար։ Պարոն Թերզյան, քանի որ ձեր ասած պարզ է դառնում, որ ոչ միայն սա բարեգործություն է կամ ոչ միայն զուտ ջրանցքի վերանորոգում կամ վերականգնում է, այլ ավելի մեծ համալիր գյուղատնտեսական ծրագիր է, որովհետև մշակում եք քննարկում եք մարդկանց հետ, թե ինչպես օգնեք իրենց եւ ինչ տնկիներ տնկեն, ինչպիսի մշակաբույսեր այսպես աճացնեն կամ մշակեն տեղում եւ այլն, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Ունեք որոշակի հաշվարկներ, հա, որովհետեւ երբ որ նաեւ բիզնեսմենների, գործարանների հետ եք հանդիպում, ինձ թվում է նրանք կուզեն ձեզանից նման հաշվարկներ։ Ունեք որոշակի պատկերացումներ, այս ջրանցքի վերականգնումը տեղական գյուղատնտեսությանը ինչ օգուտ է տալու, այսինքն թվային որոշակի պատկերացումներ։ Հիմա ինչ վիճակում է գտնվում եւ երբ գործարկվեց, ինչպիսի ազդեցություն է ունենալու։
Այո, անպայման, շատ լավ։ Որովհետեւ քաղաքապարը գազմեք շատ բարձ է։ Ներկայիս որտեղ Սյունիքի գյուղատնտեսական ռեսուրսները բավական սուղ են դրա այո, Սյունիքի մեջ ներկայիս մոտավորապես 40000 հեկտար որոկված է։ Իսկ այս չրանց 5 առանցինը 3000 հեկտար ավելացնելու է։ այդ 40000-ին։ Այո, տեսակ ինչքան կարևոր ծրագիր է։ Համարյա 10%-ը։ Ավելի, այո, բայց ավելին ասեմ ցեզ։ Բանի մեջ Հայաստանի մեջ ընդհանուր առմամբ որքան հողամաս որոկված է այսօր 220-ին 240,000 հեկտար։ Տեսակ թե այս 3000-ը ինչքան կարևոր է։ Առավելը ուրիշ բան ասեմ ցեզ։ Ամբողջ Հայաստանի մեջ որոկելի հողամասերը, այսինքն հոն ուր կարելի է գյուղատնտեսություն զարգացնել, եթե ջուր լինի, ինչ կներկայացնի 480,000-ին 500,000 հեկտար։ Ուրեմն տեսակ թե ինչքան կարևոր է ջուրը եւ չրանցքները, ջուրի օգտագործումը։ Ուրեմն սա մեկնագետ մնե մեզի համար։ Հույսով ենք, որ այս ծրագրի հաջողություններից պիտի կարողանանք այլ ծրագրեր իրականացնել։ Բայց դուք գաղափարը կգազմեք մեկ կողմեն գյուղատնտեսության ներկա վիճակի մասին, մյուս կողմեն պոտենցիալի մասին, քանի որ որոկելի հողամասերում միայն գեսից էլ նվազ որոկված է ներկայիս։ Ուրեմն մենք ունենք արժևնից հսկա կարելիություններ, ոչ միայն պետք է կոհանանք ջուրի հարցը լուծելով, այլ նաև ինչպես որսի նոր գյուղատնտեսություն մեջտեղ բերենք, որը դուք ասացիք դարածքները անսահման չեն, թանկ են, եւ պետք է մենք մոդենանք արդիական ցևով, ամենալ արդյունաբեր ցևերով, ցեզ օրինակ մտամ։ Սյունիքի մեջը 2 տարի առաջ սկսանք մենք գյուղացիներուն դրամատրել բանի ընգուզենիներու բոբոկ, չէ՞։ Բոբոկի ծառերու դնգիներ։ Ամեն մարդ ծանոթ է բոբոկի ծառերուն, հսկա ծառեր են։ Բայց արդյունավետ չեն այդ հսկա ծառերը։ Մենք սկսանք գյուղացիներու հետ միասին դնգել թզուկ բոբոկի ծառեր, ընգուզենիներ, որ 3 մետր չի անցնի։ Փոքր դարածքներ կգրավեն եւ արդյունքը շատ ավելի մեծ է։ Միավոր տարածքի համար։ Այո, շատ ավելի մեծ է։ Ուրեմն փորձում ենք միշտ ներմուծել նոր տեսակի գյուղատնտեսություն, դրա համար է որ ուսումնասիրություններ են կատարում Ավստրիա, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, որովհետեւ այս նոր դարածքներով վրա ինչ դնգենք, ինչ որոկենք։ Ամբողջովին մոդեցումը նոր է, հասկանաք, ոչ միայն ջուր, այլ նաև լավագույն գյուղատնտեսություն։ Պետք է նայենք աշխատել օրինակի համար նաև ֆինանսական պայմաններով վրա, որտեղ գյուղացին պետք ունի փողի։ Ուրեմն վարգերու արդ գան հոս հիմա մի կարելիություններ, օրինակի համար գաթիլային որոկման բարակային պետությունը նախաձեռնած է մասնակցություն։ Այո։ Ուրեմն նայենք թե ինչպես կարող ենք օգտվել անգե։ Ամբողջովին նոր հորիզոններ են բացվում գյուղատնտեսության համար։ Սա առաջին ծրագիրն է։ Հույսով եմ, որ այս 2 տարվա մեջ հաջողությամբ կավարտենք եւ նոր հնարավորություններ կբացվի մեր առաջև, ոչ միայն Սյունիքի մեջ, այլ տեղեր, հույսով եմ։ Շատ լավ, քանի որ խոսքը ոչ միայն գյուղատնտեսության, այլ ջրային ռեսուրսների կառավարման մասին է, եւ դուք Ֆրանսիայից եք, կամ եվրոպական հիմա փորձն եք նաեւ ուսումնասիրում գյուղատնտեսության մասով ջրային ռեսուրսների, ենթադրում եմ նաեւ այս գործը նախաձեռնելուց երևի նայել եք տարբեր երկրների։ Հայաստանում շատ են բողոքում նրա մասին, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված խնդիրներ ունենք։ Վարչապետը մի քանի անգամ կառավարության նիստերի ժամանակ հայտարարել է դրա մասին, որ մեզ մոտ ջուրը ոչ թե կառավարվում է, այլ ուղղակի հոսում է շատ հաճախ, հա։ Այ եթե համեմատեք շատ կարճ Հայաստանի կամ Ֆրանսիայի օրինակները, հա, ջրային ռեսուրսների կառավարումը ինչ մակարդակի վրա է, ինչպիսին է, որքանով ենք մենք հասկանում ջրային ռեսուրսների կառավարումից։ Դժբախտաբար պատասխանը չի գոնար թրական լինել։ Հայաստանը չրամբար է իր լեռներով, իր սարերով, իր ռելիեֆով ընդհանուր առմամբ աշխարհակրթությամբ, բայց ջուրը լավ ցևով չի օգտագործված։ Գորուսները շատ մեծ են եւ երթալով ջուրի հարցերը պիտի մեծանան,
Ոչ միայն մեզ համար, Հայաստանի համար, այլ նաև ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր երկրներուն համար իրականության։ Հարևան երկրում մայրաքաղաք են ուզում տեղափոխել, որտեղ ջրային ռեսուրսների խնդիր ունեն։ Այո։ Եվ պետք է մենք լրջորեն պատրաստվենք։ Արդեն իսկ ուշացած ենք, ժամանակ ենք կորցրել։ Ժամանակ ենք կորցրել։ Սա այդ իմաստով փոքր ծրագիր է, եթե նկատի ունենք ընդհանուր կոնտեքստը, բայց նշանակալից է, որովհետև սկիզբն է։ Եթե հաջողենք, մեծ հնարավորություններ կբացվին արժևնից։ Հայաստանը ճուրի պոտենցիալը ունի, բայց ճուրի կարողականությունը չունի դակավին, որովհետև պետք է ազաշանակները չեն տարված։ Եվ հույսով եմ, որ այս քալիք տարիներուն այդ ուղղությամբ որոշ առաջընթաց տեղի կունենա, որտեղ գենսական հարց է։ Այսինքն գյուղատնտեսությունը մեր երկրի համար, Հայաստանի համար միայն գյուղատնտեսություն չէ, այլ ինչպես ասեմ, ռազմավարական նշանակություն ունի։ Այո, պարոնային անվտանգություն։ Ուղղակի մեր ապահովության սյուներեն մեկն է, ասկային ապահովության սյուներեն մեկն է, հասկանաք։ Ադորամար է, որ պետք է կարևորակույն գալվածները մեր կնկատենք աշխարհանկային իմաստով։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն ձեզի։ Սիվիլնետ տաղավարում ես զրուցեցի Պետրոս Թերզյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։